Հիմնական զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։ 2015 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 32.6%-ով կամ 114 դեպքով, որոնցից 144-ը հաշվետու ժամանակաշրջանում գրանցված նախկին տարիներին կատարված հանցագործություններ են։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում բնականաբար աճել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10,000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 31.2։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում որոշակիորեն աճել է նաև դրանց բացահայտման արդյունավետությունը։ Հաշվետու ժամանակահատվածում վարույթում գտնվող առանձնապես ծանր 7 հանցագործություններից 6-ը, ինչպես նաև հրազենի ռազմամթերքի գործադրմամբ կատարված 2 հանցագործություններն էլ բացահայտվել են։ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մշտապես գտնվում է ԼՂ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունավետությունը պահանջում է ամենօրյա և շարունակական բնույթի աշխատանքներ։ 2015 թվականի ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 73 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այնուհետև ԼՂ ոստիկանության պետի տեղակալ շտաբի պետ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ԼՂ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների մասին կոլեգիայի որոշման նախագիծը։ ԼՂ ոստիկանության պետը բավարար գնահատելով ԼՂ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները անհատական, բայց և հրապարակային վերլուծության և քննարկման ենթարկեց ինչպես իր տեղակալների, այնպես էլ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պետերի գործունեության արդյունավետությունը, մի շարք առանցքային ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ տալով պատասխանատուներին։ Ոստիկանության պետը իր մտահոգություններն արտահայտեց նաև զենք զինամթերքի հայտնաբերման և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ վերջինիս դեպքում կարևորելով անհատական դաստիարակչական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Կոլեգիայի նիստը ավարտվեց պարգևատրման արարողությամբ։ 2015 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեությունում ունեցած բարձր ցուցանիշների համար ԼՂ ոստիկանության պետի հրամանների համաձայն ԼՂ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին վաղաժամկետ շնորհվեց ոստիկանության փոխգնդապետի հերթական կոչում, իսկ ոստիկանության Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջբաժինների պետերը պարգևատրվեցին թանկարժեք նվերներով։ ԼՂ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայություն օր ծրագրի համար։